Արեգ Միրզոյան, Պարոն Միրզոյան, հաջորդ համարը ցուցակում դուք եք, պետք է դառնաք ավականն անդամ, հիմա գաղտնազերծ եք, Տիգրան Ղազարյանի հետ ինչ եք խոսել, թաքուն որ մեզ չի ուզում ասի, ասում եք դուք ասեք։ Ուրեմն նայեք ինչն է խնդիրը, երեք հրավիրվել է նիստը գումարվել է, եւ ըստ էության Կրանցամադյանում նշում է արվել, որ նիստը չի փակվում։ Տիգրան Ղազարյանը պատճառաբանում էր Գյումրու համայնքապետարանից ինչ որ գրության պատասխան է սպասում եւ գրության պատասխանը ստանալուց հետո, որ նոր ուղարկել է համայնքապետարանը, անմիջապես պիտի 2 ժամվա ընթացքում նիստ գումարի եւ համապատասխանաբար մանդատը փոխանցի։ Բայց նմանատիպ պայմանավորվածությունն արդեն երրորդ դեպքն է, որ տարբեր պատճառաբանությամբ մի անգամ քավորման բացակայություն նշեցին ժամկետները խախտելուց հետո, երեկ էլ ասեցին, որ նիստը չի փակվում եւ համապատասխանաբար այս հանձնաժողովի Կրանցամադյանում այդ մասին նշված է, որ ինք ասում են նիստ, այո, որ ինչի համար, որովհետև Կրանցամադյանները այստեղ է, բնականաբար Կրանցամադյանում նշում է կատարել, որ նիստը բաց է մնում, այնքան ժամանակ, որպեսզի կարողանան մանդատի փոխանցումն իրականացնեն։ Ամբողջությունը սա է, եւ այդ գրությունը, որին իրարամեջ հայտարարություններ արեց պարոն Ղազարյանը, չգիտեմ, ստում է միտումնավոր էր ստում թե միամտաբար։ Ես գտնում եմ, որ ըստ էության օրենքի խախտում է թույլ տվել ինքը եւ իր լիազորությունը, ուղիղ լիազորությունը չի իրականացնում, այսինքն բոլոր ժամկետները խախտված են եւ ինքը խուսափում է ինչ-ինչ նկատառումներից ելնելով համապատասխան իր լիազորություններն իրականացնի եւ տարբեր ինչ որ փաստաթղթային պատճառներ է բերում, որոնք ոչ իրավական են, տարբեր պատճառներ, որոնք ընդհանրապես օրենքի հետ աղերս չունեն։ Հիմա հաջորդ քայլը ձեզ ինչ է ասել, ինչ է խոստացել, ինչ պետք է անեք։ Եթե նիստը փակված չէ։ Նիստը փակված չլինելու դեպքում ասել եք, երբ որ ստանամ համապատասխան քաղաքապետարանի, այսինքն համայնքապետարանի ուղղված գրությունը, դրանից հետո պարտավորվում եմ անմիջապես 2 ժամվա ընթացքում նիստ գումարել։ Ասելով չի ստացել համայնքից։ Չի ստացել, բայց այս պահին հենց հիմա ճանապարհին է համապատասխան համայնքի կողմից հաստատված փաստաթուղթը, որը հենց այս պահին մուտք կագրվում է այստեղ հանձնաժողով, որպեսզի 2 ժամը պարոն Ղազարյանի ասած մտնի ուժի մեջ։ Այո, սա համայնքապետարանի կողմից տրամադրված թուղթն է, որ նոր պաշտոնապես ինչ է գրած, որ գրված է ի պատասխան մեր գրության, որով պահանջել ենք համապատասխան պատասխանը, որ նոր ինչ որ փոշտի միջոցով չի եղել, որ նոր կնիկված է այո, եւ ստեղ գրված է, որ բնականաբար հանձնաժողովի իրավասությունների մեջ է եւ հանձնաժողովը պետք է իր իրավասություններն իրականացնի։ Հաջորդ մանդատը այո, բնականաբար։ Մենք այլ հարց պես բարձրաբանենք էլի։ Ստերակա առաջի անգամ, երբ որ այս մասը խնդրում են բարձրաբանի, որ բոլորը հասկանան։ Երբ որ համայնքի ղեկավարը Վարդան Ղուկասյան կազմել է արձանագրություն, ելնելով դիումի վրա, հիմնվելով դիումի վրա։ Այո։ Պարոն Բադալյան, հա? Բադալյանի։ Հիմա մյուս օրը հաջորդ օրը ուղարկվել է թե չի ուղարկվել։ Ուղարկվել է, հանձնաժողովը ստացել է համապատասխան արձանագրությունը։ Ստացել են։ Անպայման ստացել է հանձնաժողովը արձանագրությունը, դրանից հետո նիստը չի գումարել, մանդատը չի փոխանցվել։ Արձերն է, հա, այդտեղ տրվել։ Այո, բերվել մուտքագրվել է այստեղ։ Բերել մուտքագրվել է եւ մենք փաստ արձանագրենք, որ այս փոքր քաղաքում այս փաստաթուղթը կրատարած պահանջվեց 5 րոպե տեղափոխության։ Այո, դուք տեղակ եք, որ հաջորդ օրը ուղարկվել է արձանագրությունը ստեղ ու ստացվել է համայնքից։ Հա, տեղակ եք։ Ձեր ամեն ինչպես էր, ալիսա։ Այսինքն հաջորդ օրը ուղարկվել է ստացել եք։ Էդ հա։ Հաստատում եք։ Գաք որ խնդրեմ, որ այդքան բան ուղարկի, ասի։ Այսպես արդեն նկարել ենք, հա, դեմքը ծանոթ։ Ամենը այդքանը խնդրում ուղարկի, sense ուղարկի տգեղ է։ Ես դրնից այս կողմ Լավ, հաստատում եք, որ ստացել եք։ Աշխատանքային գրաֆիկ էլի, գուցե մինչև 10:24:00 աշխատանքի լինի հիմա պարոն Ղազարյանը, մենք չենք կարող։ Առասարակ ինքը ամեն օր գալիս է այստեղ։ Հիմա այսօր նիստ լինելու է, այսօր նիստ լինելու։ Արձանագրությունն էլ այստեղ է։ Որ գրությունից։ Գրությունը արդեն Գրությունը ստեղ է։